Սարդարապատ ֆուտբոլային ակումբը առաջ տարին է որ խաղում է պրոֆեսիոնալ լիգայում, շատ լավ պրոյեկտ է ու բոլորս հավաքվել ենք ստեղ, որպեսզի մենք նախ եւ առաջ թիմին օգնենք, որպեսզի հենց առաջին տարում բարձրանանք բարձրագույն խումբ, իսկ թիմը օգնի մեզ, որպեսզի զարգանանք եւ առաջխաղացող ունենք մեր կարիերաներում։ Մարզչական աշխատանք գնահատում եմ շատ լավ, որովհետեւ մարզիչները օտարերկրացին ու շատ կարճ ժամանակում Հայաստանի մարզային քաղաքում հարմարվելով այս պայմաններին փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մենք կարճ ժամանակում ունենանք հաջողություն։ Աշխատանքներ կա խաղացվածության հետ, շատ աշխատանքներ ունենք կատարել, թե տակտիկապես, թե ֆիզիկական վիճակի հետ, քանի որ մեր նպատակն է բարձրագույն խումբ բարձրանալու նպատակ ունենք դրած։ Խոսակցական խնդիրներ չկան, ճիշտ է, մեծ մասը անգլերեն կարող է չխոսի, բայց ունենք մարզչական շտաբում հայ մարզիչ, ով թարգմանում է եւ օգնում է միմյանց, որպեսզի լիարժեք հասկանանք մարզիչի պահանջներն ու առաջադրանքները ու կատարենք 100%-ով։ Իսկ իմ աշխատանքի վերաբերյալ, որ առաջի օտարերկրացի մարզիչն է, ում հետ ես աշխատում եմ, իմ համար շատ հետաքրքիր փորձություն է ու հաճույքով եմ ես աշխատում իրանց հետ։ Դաշտում թիմի խաղացվածությունը լավ է, ավելի շատ մենք հիմա այս պահին այն փուլում ենք, որ թիմի խաղացողների որակի հաշվին, ընդհանուր ֆուտբոլային գիտելիքների հաշվին մենք կարողանում ենք հաջողության հասնել։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք կատարելու տակտիկապես, որպեսզի ավելի լավ հասկանանք իրար, բայց բավարար եմ գնահատում թիմի խաղացվածությունը։ Միանշանակ թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Գավաթի խաղարկությունում հնարավոր է մենք անցնենք, վաղը այդ արդեն պարզ կլինի։ Անցնելու դեպքում մեր նպատակն է, որպեսզի հնարավորինս հեռու գնանք, երկար ճանապարհ անցնենք գավաթի խաղարկությունում, բայց չմոռանալով նաև Հայաստանի առողջության մասին, քանի որ առաջի տեղում ենք ու չենք ամեն գնով մենք փորձում ենք պահել այդ հորիզոնականը։ Գավաթի խաղարկություն մեր նպատակն է հնարավորինս շատ հեռու գնանք ու ուժեղ թիմերի դեմ մրցենք, որպեսզի ցույց տանք մեզ ինչ ենք ունակ գավաթի խաղարկությունում եւ ընդհանուր մյուս տարվա համար, եթե ստացվի բարձրագույն խումբ բարձրանանք։ Թիմը զգում է պատասխանատվություն իր վրա, քանի որ մենք 7 խաղ ենք ունեցել, 7 հաղթանակ։ Մենք թե մարզիչներին, թե երկրպագուներին, թե ինքներս մեզ ֆուտբոլիստներով ապացուցելու բան ունենք եւ մենք ենք մտել այդ պատասխանատվության տակ, որ ամեն խաղի մենք հաղթում ենք։ Մեր նպատակն է հնարավորինս շատ հաղթանակներ տանել եւ չընդհատել հաղթանակների շարքը։ Իսկ ինչ վերաբերում է ավագի թևկապին, փորձում եմ իմ փորձով եւ գիտելիքներով օգնել թիմին, երիտասարդ խաղացողներին եւ բացի ինձանից կան էլի փորձառու խաղացողներ, թե ուրիշ երկրից, թե Հայաստանից, փորձում ենք միահամուռ ուժերով օգնել թիմին, որպեսզի ունենանք շատ հաջողություններ եւ բարձրանանք բարձրագույն խումբ։ Ֆիզիկական վիճակս գնահատում եմ շատ լավ, խաղից խաղ էլ ավելի եմ բարելավում ֆիզիկական վիճակս։ Կարծում եմ, որ կարող եմ ամեն խաղի 90 րոպե օգնել թիմին, բայց այդ արդեն մարզիչների որոշումն է, ես ինչքան կխաղամ, որքան կխաղամ, ես ամեն խաղի փորձում եմ ապացուցել, որ արժանի եմ 90 րոպե դաշտում գտնվելու եւ թիմին օգնելու համար։